Բարիգալուստ մեդիա ակտիվի ալիք։ Ինչպես հասնել իրական երջանկության՝ ի տարբերություն այլ հոգեվերլուծական հասկացությունների, որոնք լի են փոխաբերություններով, այս անգամ կլինեն կոնկրետ հրահանգներ, պարզ գործնական լեզվով։ Երջանկության ձեր զգացմանը հասնելու համար նախ պետք է բացահայտեք ձեր մեջ, այնուհետև հասկանաք և միանշանակ սինխրոնիզացնեք այս 5 տարրերը։ Եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, դուք բաժանորդագրվեք, իսկ մենք շարունակենք։ Կարլ Գուստավ Յունգը շվեյցարացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան էր, որը համարվում էր խորության հոգեբանության պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Յունգը փորձագետ էր այն ոլորտում, որտեղ մարդկային զգացմունքները, երևակայությունները, կարիքները և երջանկության ճանապարհները միահյուսված են։ Գաղտնիք չէ, որ մարդիկ, ովքեր առանց այդ էլ հուսահատված են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, սովորաբար դիմում են հոգեբանության ոլորտի մասնագետների։ Սա վերաբերվում է նաև էկզիստենցիալ հարցերին և խնդիրներին, որոնք կապված են երջանկության և իմաստի որոնումների հետ, քանի որ հաճախ հենց այդ տպավորությունների բացակայությունն է մեր կյանքը զրկում գույնից։ Այսօր Կարլ Յունգի երջանկության գաղտնիքները նույնքան արդիական են, որքան մի քանի տասնամյակ առաջ։ Ինչ է մեզ կտակել հոգեվերլուծության պապը։ Ամուր ֆիզիկական և հոգեկան առողջություն։ Այս կետը ինքնին ակնհայտ է թվում, բայց ըստ Յունգի անհնար է ֆիզիկական առողջություն ունենալ առանց հոգեկան առողջության և հակառակը։ Վերլուծական հոգեբանության հիմնադիրը այս գիտությունը դիտարկում էր որպես ավելին, քան հոգեկան խանգարումների բուժման մեթոդ։ Նա դրան վերաբերվում էր որպես միջոց հասկանալու ինքներդ ձեզ որպես մարդ և բացահայտելու, թե ով եք դուք իրականում։ Նրա խոսքով, այս ոլորտում գիտելիքների պակասը միանշանակ կազդի ֆիզիկական առողջության վրա։ Յունգի համար հոգեկան առողջությունը երջանկության համար նույնքան կարևոր բանալի էր, որքան ֆիզիկականը, և պատմությունը հաստատել է նրա տեսությունը։ Այսօր ակնհայտ է, որ մտավոր ոլորտում անհավասարակշռությունը օրգանիզմում առողջական խնդիրների աղբյուրն է, ինչպիսիք են հիպերտոնիայի, անքնության, շաքարախտի կամ մարմնում կորտիզոլի ավելցուկ մակարդակի հիմնական պատճառը։ Լավ հարաբերություններ։ Երջանկության հասնելու յուրաքանչյուր ուղեցույցում կարող եք կարդալ, որ դրա հիմքերից մեկն այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների որակն է։ Ուրիշներից առանձին ապրելը սխալ է։ Ըստ Յունգի, քեզ պետք է քնքշություն, ընկերություն, անվտանգություն և սեր։ Երջանիկ լինելու համար պետք է շփվել ինչ-որ մեկի հետ, կիսվել, նոր հորիզոններ բացել, սովորել հոգ տանել ինչ-որ մեկի մասին և ինքդ ընդունել այդպիսի հոգատարությունը, ինչպես նաև կապեր հաստատել։ Գեղեցկությունը տեսնելու ունակություն։ Այս ունակությունը վերաբերում է ինչպես մեզ շրջապատող բնական միջավայրում գեղեցկության տեսլականին, այնպես էլ այն արվեստին, որը մարդու աշխատանքի արդյունք է։ Ըստ Յունգի յուրաքանչյուր ստեղծագործություն՝ նկար, մեղեդի, քանդակ, բանաստեղծություն, պարունակում է ուրիշի անհատականության էությունը։ Այս գեղեցկությունը տեսնելու, ստեղծագործությունը և բնությունը դիտելու և դրանով հիանալու կարողությունը լիակատար երջանկության գրավականներից մեկն է։ Հավատացեք ինչ-որ բանի։ Կարլ Յունգի կարծիքով երջանկությունն անհնար է առանց հոգևոր բաղադրիչի։ Կարևոր չէ դա կրոնական ուսմունք է թե փիլիսոփայական շարժում, սակայն հավատը ինչ-որ բանի նկատմամբ կարող է հիմք ծառայել ձեր բարեկեցության համար։ Այն յուրաքանչյուր փորձին բովանդակություն և իմաստ է հաղորդում, ստիպելով քեզ զգալ, որ աշխարհն այն չէ, ինչ թվում է։ Հավատքը լցնում է գոյությունը իմաստով և նպատակով։ Հետաքրքիր աշխատանք։ Ընտրեք այնպիսի մասնագիտություն, որի համար խելագարվում եք։ Եթե դուք սիրում եք արվեստ, մի անցեք մաթեմատիկայի։ Եթե ուզում եք տներ կառուցել, մի համաձայնեք դառնալ մայոր։ Ընտրեք, թե ինչ եք ուզում անել և արեք դա։
Սա կարող է բերել ավելի քիչ եկամուտ, քան իդեալական մասնագիտությունը, բայց դա կարող է շատ ավելի երջանկություն պարգևել։ Ամեն առավոտ տասնյակ աշխատակիցներ արթնանում են ու դժգոհում, որ պետք է նստեն իրենց դուր չեկած գրասեղանի մոտ և զբաղվեն իրենց ատելի աշխատանքով։ Մի դարձրեք ձեր կյանքը այդքան ձանձրալի և անհետաքրքիր։ Վերլուծական հոգեբանության հիմնադիրը պնդում էր, որ եթե դուք մոլեռանդությամբ հետևեք այս 5 բաներին, ապա կհասնեք ճիշտ հակառակ արդյունքի։ Իդեալում դուք պետք է ունենաք ձեր նպատակների հստակ տեսլականը։ Դուք պետք է լինեք ճկուն, ընկալունակ և առաջնորդվեք ինտուիցիայով։ Ինչպես ինքը Յունգը կասեր, դուք պետք է սովորեք բացահայտել սինխրոնիզմի առկայությունը, որը կարող է լցնել ձեր կյանքը անսպասելի հրաշքներով։ Եվ այսպես, սիրելի ընկերներ, հիշեք, երջանկությունը ոչ թե հեռվում է, այլ հենց ձեր ներսում։ Կարլ Յունգի այս 5 բանալիները հենց այդ գանձերն են, որոնք կբացեն ձեր սրտի և մտքի դռները դեպի իրական ու հարատև երջանկություն։ Մի սպասեք ավելի հարմար պահի, որովհետև ամենահարմար պահը հենց այս վայրկյանն է։ Ժամանակն է գործի դնել այս գիտելիքները, կիսվել դրանցով ձեր ընկերների հետ, որպեսզի միասին ստեղծենք ավելի գիտակից ու երջանիկ աշխարհ։ Իսկ դուք ինչ կարծիքի եք։ Ո՞րն է այս 5 բանալիներից ամենակարևորը հենց ձեզ համար։ Գրեք մեկնաբանություններում, եկեք քննարկենք և ոգեշնչենք միմյանց։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և կիսվել այս տեսանյութով ձեր մտերիմների հետ, որովհետև երջանկությունը արժանի է տարածվելու։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Մինչ նոր հանդիպում, եղեք երջանիկ և հիշեք, ձեր կյանքի գլխավոր հերոսը հենց դուք եք։